Վերադարձանք գովազդից եւ փաստորեն քանի որ ամառ է, ուրեմն ծաղկունքը ամառ է, գարուն է, ուրեմն ծաղկունքը վերադառնում է։ Գարուն է ծաղկունքը վերադառնում է, կամ էլ ծաղկունքը եթե մարտին լինել գարուն էլ ավելի շուտ կգար փաստորեն։ Ու կտականար ավելի շուտ եղանակը։ Ավելի կտականար եւ ավելի շուտ։ Եվ այսպես մեկնարկել է ծաղկունք միջազգային 10-րդ հոբելյանական փառատոնը։ Հայաստանում են հավաքվել տարբեր պարային խմբեր աշխարհի տարբեր երկրներից։ Փառատոնն անցկացվելու է միանգամից մի քանի բեմերում՝ Հայաստանում, Վրաստանում եւ Ռուսաստանում։ Մշակութային այդ իրադարձության մասին կպատմեն մեր հյուրերը։ Կամուրջ մշակութային կենտրոնի ղեկավար, ծաղկունք միջազգային 10-րդ հոբելյանական փառատոնի ղեկավար Հայկ Գևորգյանը, ծաղկունք միջազգային 10-րդ փառատոնի բեմադրական մասի ղեկավար Արշակ Գասպարյանը եւ պարուսույց Տրթած Շիրինյանը։ Բարի օր։ Բարև ձեզ, շնորհավորում ենք ձեզ փառատոնի մեկնարկի ուրեմն առիթով եւ խնդրում եմ պատմեք թե ինչով է 10-րդ ծաղկունքը տարբերվում նախորդ 9-ից։ Այս անգամ փառատոնը անցկացնում ենք բավականին լայնամասշտաբ։ Փառատոնը մեկնարկեցինք մարտի 28-ին Հակոբ Պարոնյանի անվան երաժշտական կոմեդիայի պետական թատրոնում։ Այնուհետև ապրիլի 13-ին օպերայի եւ բալետի ազգային ակադեմիական թատրոնում կանցկացենք երկրորդ մասը, որից հետո կմեկնենք Թբիլիսի Վասո Աբաշիձեի անվան պետական դրամատիկական թատրոն եւ եզրափակիչ համերգային ծրագիրը կանցկացի Մոսկվայում Մոսպրոդյուսեր հայտնի համերգասրահում։ Արդեն 10-րդ հոբելյանական ծաղկունքը ինչ ճանապարհ եք անցել եւ ինչ արդյունք է այս 10 տարին գրանցել հայկական մշակույթում։ Բավականին դժվար ճանապարհ ենք անցել, ունեցել ենք շատ մասնակիցներ մի շարք երկրներից եւ աշխարհագրությունը գնալով ավելի մեծացել է։ Այս տարի արդեն ունենք 6 երկիր, որոնք ժամանում են Երևան օպերային թատրոնում մասնակցելու։ Շուրջ 700 մասնակից ունենք միայն արտերկրից ծաղկունքի շրջանակում Հայաստանի Հանրապետությունում։ Սա ինչ փառատոն է, հայ պարի փառատոն է, թե, չգիտեմ, ֆոլք պարերի փառատոն է, այսինքն երբ որ մարդիկ գալիս են Ֆրանսիայից, Ռուսաստանից, Իսպանիայից, նրանք ներկայացնում են իրենց մշակույթը, թե մենք բոլորս, իրենք բոլորը ներկայացնում են հայկական մշակույթ։ Ուրեմն փառատոնը ազատ ոճի է, կարող են ներկայացնել նաև իրենց պարերը։ Մենք ունենք Ֆրանսիայից մասնակիցներ, որ հայկական խմբերում ներկայացնում են հայ պարարվեստը։ Այսինքն Ֆրանսիայից հայկական խմբեր են։ Այո, Ֆրանսիայից հայկական խմբեր են, Վրաստանից վրացական խմբեր են։ Կարելի է նաև ընդգրկել ազատ մուտքը, ընդգրկել նաև Ֆրանսիայից ֆրանսիական խմբեր։ Այսինքն ոչ մի չափանիշներ, սահմանափակումներ չկա։ Ես կուզեմ նաև նշել ծաղկունքի ձեռքբերումներից մի քանիսը, պարային մասով եմ ուզում խոսել։ Մենք ամեն անգամ ծաղկունքի հոբելյանական ինչ-որ նշելու ժամանակ, միջոցառում նշելու ժամանակ անցկացնում ենք մի հետաքրքիր ինչ-որ իրադարձություն, որը որ ավելի կոգևորի մասնակիցներին։ Օրինակ այս անգամ ուզում ենք կատարել քայլարշավ, դեֆիլե ասածը։ Դեֆիլե, այո։ Ուրեմն կմեկնարկենք Հյուսային պողոտայից, ամբողջ օպերայի հրապարակով, sense պտույտով, քայլարշավը գանք ամեն մեկ իր խորհրդանշող տրաֆարետներով, զգեստներով, այո, եւ վերջում կանենք պարատուն, մի փոքր պարային մաս կանենք, բոլոր կապ չունի որ երկրից է եկել, ինչ ազգա ներկայացնում, անպայման կպարի հայկական մի քանի ազգագրական պարեր, կսովորի եւ կպարի, ու դրանով կավարտենք դեֆիլեի այդ պարային մասը, կանցնենք օպերա դեպի համերգային մաս։ Երբ խոսում ենք, որ ունենք շատ ու շատ մասնակիցներ արտերկրից, դա խոսում է այն մասին, որ արտերկրում գործող հայկական մշակույթի տան ներկայացուցիչներն են մասնակցում ծաղկունքին, թե նաև ունենք օրինակ եվրոպական պարային խումբ կամ ինչպես Ռուսաստանում պարային խումբ, թե բոլորը հայերն են, հայկական մշակույթի պահպանման կենտրոններն են ներկայանում ծաղկունքին։ Գերակշռող մասը հայկական խմբեր են, բայց նաև ունենք այլ երկրի պարախմբեր։ Ովքեր ներկայացնում են, ես օրինակ Վրաստանից ունենք, Գերմանիայից ունենք։ Գերմանիայից հենց գերմանական մշակույթ են պարային, բավարարական պարեր, բավարարական գարեջրային պարեր։ Ինձ հետաքրքիր է, տեսեք, որ ծաղկունքի հիմքում նաև կամուրջ մշակույթային կենտրոնն է, այսինքն կամուրջի գաղափարը գոյություն ունի։ Սա կամուրջ է դեպի աշխարհ Հայաստանից, այսինքն ներկայացնելով մեր մշակույթը, մեր պարը, թե մենք նաև հարստանում ենք նրանցով եւ դա է ավելի կարևոր։ Ես կարծում եմ եւ փորձի փոխանակումը երկկողմանի է ու փոխշահավետ, որտեղ եւ մենք ենք ներկայացնում, մեզանից են սովորում եւ մենք ենք սովորում իրենցից եւ կամուրջներ են կապում, ընկերություն են անում, ձեռք ենք բերում նաեւ լավ ընկերներ արտասահմանում, որոնց հետ նաեւ շփումը հաճելի է եւ օրինակ այդպես օրինակ ունենք
Այսինքն հանդիպում ենք նաև հին ընկերների հետ, Ահա, որոնք որ շուտ որոնք գնացել են։ երկար ժամանակ արդեն մասնագետ են եղել այդտեղ, աշխատել սովորել են Հայաստանում, հիմա մեծ խմբեր ունեն Ֆրանսիայում։ Ու իմ համար մեծ հաճույք է, որպեսզի մասնակցեմ այդպիսի խմբերի հետ, այդ ղեկավարների հետ հանդիպենք ու շարունակենք մեր կամուրջը։ Տարբերություն կա, օրինակ բարային խումբ, որը որ Հայաստանում է ապարում, բոլորս գիտենք, որ, չգիտեմ, տասնյակ տարիներ շարունակ եւ ինչ որ խումբ, որը որ Ֆրանսիայից գալիս է եւ հայ մշակույթի տուն է կամ ինչ որ եկեղեցուն կից խումբ է, տարբերություն կա, թե օրինակ որ եթե մասնագետ չլնես, անգամ չես հասկանա, որ օրինակ սա ֆրանսիական խումբ է, սա հայկական խումբ է։ Դե ամեն անգամ տարբեր են ներկայանում։ Հիմա փառք Աստծո Սփյուռքից եկած մեր բոլոր հայրենակիցների պարային որակները բավականին լավացել է, համեմատական կարգով, եթե վերցնենք շատ տարիներ առաջ, հիմա այդ շփման արդյունքում, կարծում եմ բոլորիս հայտնի այդ շփման արդյունքում շատ լավացել է ու տարբերություն շատ չի զգացվում, բայց ինչ փոքր բաներ կա, որ մեկատարբերվում ենք, այո։ 10-րդ հոբելյանական մեծ փառատոնը։ Այ ինչ նոր միտումներ ունի, ինչ նոր ծրագրեր ունի, այս տարի կարծես թե ինչ նոր կարգախոս ունեք, որով շարժվելու եք, ինչով է հոբելյանականը տարբերվելու։ Տեսեք, նախ իր մասշտաբներով է տարբերվում, նշեցինք, որ 4 բևում էր անցկացում եւ աշխարհագրությունն է մեծացել։ Իսկ երկրների քանակը մասնակիցների կարելի ասել անցած տարվա համար կրկնապատկվել է։ Քանի մասնակից ունենք այս տարի եւ քանի խումբ։ Ընդհանուր ծաղկունքի շրջանակում ունենք 2500 մասնակից Հայաստանից եւ 700 մասնակից արտերկրից։ 3000-ից ավելի մարդ, եւ եթե 3000 մարդ սկզբից ապարելու են այստեղ, հետո գնալ են Թբիլիսի, հետո Մոսկվա, Մոսկվան հիմնականում տեղական խմբեր են մասնակցել եւ Հայաստանից են մեկնելու։ Հասկացա։ Ես ուզում եմ հարցս ուղղեմ Թրդատին։ Թրդատ ջան, դուք որպես պարուսույց հասկանում եք, որ պարը եւ հայկական պարը դա ինչ որ չէ, շատ կարեւոր մաս է ինքնության համար, ազգապահության համար, պատմություն ուսումնասիրելու համար եւ այլն։ Միգուցե Հայաստանում դա այդքան էական չի, որտեղ կարծես թե մենք այստեղ ապրում ենք եւ ոչ մի բան չենք կորցրել, չնայած բարբերաբար ինչ որ բաներ կորցնում ենք։ Այնտեղ դրսում ինչքանով է դա կարևոր եւ ինչքանով է պահպանվում ըստ ձեզ եւ ըստ ձեր փորձի։ Իմ փորձի նախ Եվ արդյոք պետք է օրինակ որ Ֆրանսիայում հայ երեխաները գնան քոչարի πάρեն եւ ոչ թե ինտեգրվեն ֆրանսիական ոչ թե պետք է պարտադիր է։ Դա ինչու է պարտադիր։ Որովհետեւ բառն է, որ հային իր ոգին մեծացնում է, բարձրացնում է։ Դարձնելով առանց մշակույթի հայ մշակույթի, հայը հայ չի։ Ինքն այդ մշակույթը պահելով պահպանում հայ ազգը։ Մենք եւ Հայաստանում, եւ արտասահմանում ես ուրախ եմ այնքանով, որ այդտեղ ջատակողներ կան, որ իրանք տանջելով, իրանք գործը նաեւ այդտեղից ֆինանսե չունենալով, բայց պահպանում են խմբեր են ստեղծում ու հենց մեր ազգային պարերն են պահպանում։ Ոչ թե անցնում են արտասահմանյան պարերի, այլ հենց հիմնականը մեր հայկական պարերը ու երևի այնտեղ ավելի ընդունված մեր հայկական պարերը, քան թե մեր մոտ, որ այստեղ արդեն շատանում են արտասահմանյան պարերը։ Հա։ Դեստե մեզ թվում է, որ ունենք կորցնելու բան չունենք, ասում ենք դե լավ, էնել սովորենք լատինոամերիկյան պարեր կամ չգիտեմ ինչ։ Ինչ հետաքրքիր է, օրինակ ֆրանսիացի երեխաները, ոչ հայ, Ֆրանսիայում մասնակցում են։ Նույնիսկ կան, ես գիտեմ հենց իմ, որ ասում եմ, ես շատ անհամբեր սպասեմ, երբ պիտի գա ֆրանսիական խումբը, որովհետև ում հետ ես պիտի հանդիպեմ, իրար հետ սովորել ենք այն ժամանակ պարարվեստի ուսումնարեր, հիմա քոլեջը անվանվում, ինքը բալետի բաժնում եւ ժողովրդական բաժնում, այդքան տարիներ իրար հետ աշխատել ենք ու ինքը գնաց Ֆրանսիա, ինքը ստեղծեց այնտեղ իր խումբը, հայկական ավանդական այդի անսամբլը, եւ ֆրանսիացի երեխաներ կան այդտեղ։ Ոչ հայ։ Խմբի մեջը կա ֆրանսիացի երեխեք, որոնք ես շատ ուրախ եմ, որ գալիս են սովորելու հայկական պարարվեստ։ Որովհետև այս վերջերս ամբողջ համացանցը հայկական ամենայն դեպս ցնցել էին ճապոնացի պարողները, որոնք որ յարդուշտա էին պարում եւ կարծես թե օրինակ եթե ես լինեի ձեր տեղը, հաստատ այդ խմբին կգտնեի եւ կհրավիրեի։ Եվ մենք ահագին բաներ ունենք։ Այո, մասնակցելու պարտադիր, ահագին բան ունենք սովորելու։ Իրենցից ճապոնացիները ոնց են մեր յարդուշտան պահում։ Ասեմ շատ արագ ձևով այդ երեխեքս սովորեցին ու շատ բնական ու մեր հայկական ձևերով էլ պարում էին։ Այո։
Այո։ Լավ, երբ խոսում ենք հայկական բարի մասին, հայկական մշակույթի մասին, բայց ինչպես նշեցինք, ունենք Գերմանիայից բարի խումբ, հենց գերմանացիներով։ Իսկ արդյոք լինում են նաև մաստեր-կլասեր, եւ գերմանացի պարուսույցները կարող են հայ պարուսույցների հետ մաստեր-կլասեր անցկացնել կամ միգուցե նաև հակառակը։ Այո, մաստեր-կլասներ շատ ենք ունենում եւ անցած փորձով ընկերաշակի գլխավորությամբ մենք ունեցանք մեկ ընդհանուր պար, որտեղ մարզամեգային համալիրում էինք անցկացնում 300 պարող պարուհի մեկ բեմի վրա եւ բոլորը պարում էին հայկական։ Սովորել էին հայկական պարը եւ ընդամենը երկու փորձի ընթացքում երկու փորձ ունեցա եւ ամբողջությամբ ներկայացրել պարը։ Արիստավարժ մարդիկ են, այո, հիմա։ Իսկ այդ ավելի հետաքրքիր չէ լինի, օրինակ ես մտածում եմ, որ արտ երկրներից գային այնտեղի մշակույթ կրողները, որ իսկապես մենք էլ սովորելու բաներ ունենք, որ ոչ թե Ֆրանսիայից գային հայկական խմբերը, որոնք որ Ֆրանսիայում հայկական մշակույթն են պահպանում, շատ կարևոր գործ է իհարկե, եւ շատ լավ որ դուք ձեր ընկերոջ կտեսնեք վերջապես, բայց ավելի հետաքրքիր կներ Ֆրանսիայից տեսնենք, չգիտեմ, գասկոնական պարեր, բասկյան պարեր եւ այլն, գնչուական պարեր։ Կարծում եմ տաստված, առաջն աստված կարծում եմ կլինի նաև այդպիսի նախաձեռնություններ, կլինեն նաև կընդգրկվեն նաև այդպիսի խմբեր, բայց ուզում եմ ասեմ նաև այն փաստի մասին, որ մենք որ երկրից որ ունենում ենք տվյալ երկրի ներկայացուցիչները, մենք անպայման պարային սեմինարներ ենք կազմակերպում մեր մոտի պարող պարուհիների եւ ղեկավարների հետ միասին, օրինակ վրացական ենք ունեցել այդպես փորձ, քանի որ Վրաստանից են եկել վրացիներ, հիմա որ Գերմանիայից են գալի, կարծում եմ համագործակցության արդյունքում նաև կունենան գերմանական պարեր, սեմինարներ, դասատների, ուսուցիչների եւ աշակերտների համար ու այդպես ծրագիրը ինձ թվում է տարեստարի կընդլայնվի ու ավելի մասշտաբային փորձի փոխանակումը ճիշտ կլինի, այո։ Լավ բան կտա, թե մեր պարողներին, թե իրենց պարողներին։ Մտածում եք արդեն 11-րդի մասին եւ ինչով եք փորձելու զարմացնել մյուս տարի։ Կազմակերպչական աշխատանքների առումով որ փուլում եք արդեն, իսկ դիմավորումները երբ են սկսվում արտասելավորում։ Արդեն մեկ շաբաթ հետո կսկսենք դիմավորումները։ Մյուս խմբերին, խումբը որ արդեն մենք ունեցել 300 մասնակից արդեն իսկ ունեցել ենք Պարոնյան թատրոնում։ Այո։ Օպերային թատրոնի մասնակիցներին մեկ շաբաթից արդեն կդիմավորենք։ Լինում է փառատոնի այս 10 տարվա մեջ ամեն տարի կամ եղել են այդպիսի դեպքեր, թե չէ, որ ինչ որ մարդիկ են եկել, որոնց որ դուք բարձրաձակ չեք ճանաչել կամ խումբը եւ ձեր համար դարձել է բացահայտում, որ չգիտեմ, ցնցել են իրենց պարով, հագուստով եւ դուք ոչ մի բան չեք լսել իրենց մասին միջև այդ։ Եղել են այդպիսի դեպքեր։ Դեպքեր լինում են, գալիս են ու անակնկալները շատ է լինում, որ չես սպասում, որ կարող է պատահի այդ ձևի խումբը ներկանա այդ որակով, այդ բարձր որակով։ Ու ունենք ստեղել մենք խմբեր, որ չեն զիջում այդ եկած խմբերի ու մենք պիտի գլուխ չգովանք, որովհետև մենք Հայաստանում ենք գտնվում։ Մեր հայկականը պիտի բարձր որակի լինի։ Հետո ասեմ, որ ավելացնեմ, որ նաև խմբերի մեջ է պրոգրեսը։ Անսպասելի կարա լինի ինչ-որ մի խումբ, որը որ մենք գիտենք իր որակային չափանիշները, մեկ էլ այս տարի ներկայանում է շատ ավելի ուժեղ ու հստակ ու իր ճիշտ վարպետությամբ, որ դառնում է ձեր ասածին ման մեր համար անակնկալ, ոնց աշխատեց այսքան խմբերի մեջ այս փառատոնի շրջանակներում նաև գնում է պրոգրես։ Մյուս տարի ոնց ներկայանամ, ավելի տպավորիչ լինի, ավելի ճիշտ լինի, ավելի գրագետ լինի։ Շատ դեպքերում խնդիրները եւ խնդիրները լինում են ոչ միայն պարի մեջ, այլ նաեւ զգեստի մեջ։ Չգիտեմ, սասնա պարեն պարում, բայց մասնագետները ասում են, հա, սա սխալ տարազ է, սա վանա տարազն է կամ մշո տարազն է, ոչ թե սասնա։ Ուշադիր եք, ուշաջիր չեք եւ այդ մանրուքները կարեւոր են արդյոք թե ոչ։ Նայեք, ցավոք սրտի մենք խոսում ենք նաեւ գումարի մասին, եթե խոսում ենք տարազի մասին, խոսում ենք նաեւ գումարի մասին, խոսում ենք նաեւ խմբերի շատ ժամանակ վճարունակ չունենալու մասին, հովանավոր չունենալու մասին։ Դրա համար խմբի ղեկավարներով մենք ինքներս ընտրում ենք մի հատ ինչ-որ ոսկե միջին տարազ, որ կարելի է նաեւ ներկայացնել այդ բառը, իսկ եթե շատ խիստ քննադատենք, այո, կլինի այդպիսի բաներ, բայց այդպես շատ մանրուքի հետև չի կարելի գնալ, որտեվ զուտ ֆինանսական խնդիր է։ Հա, այդ ֆինանսական խնդիրը կարծես թե ամեն օր է։ Վստահ եմ, որ մեծ հիմա շատերը դիտում են եւ հետաքրքրված են ներկա լինել այս միջոցառումներին։ Ինչպես կարող են մարդիկ ներկա լինել։ Տոմսերը on-line վաճառվում են։
կարող եք ձեռք բերել Event Hub կայքեջից։ Քանի համերգ ունեք եւ երբ օրորերի։ Առաջիկան ապրիլի 13-ին օպերայի եւ բալետի ազգային ակադեմիական թատրոնում։ Եվ հաջորդ արդեն մեկնում եք։ Այ հաջորդը Թբիլիսիում կլինի ապրիլի 17-ին Վասո Աբաշիձեի անվան պետական դրամատիկական թատրոնում։ Եվ եթե դուք Մոսկվայում եք բնակվում կամ հարևանությամբ, այնտեղ իհարկե կարող եք գնալ եւ մասնակցել, դառնալ ծաղկունք փառատոնի մի մասնիկ։